Հարգելի կառավարության կառավարության հարգելի գործընկերներ, հարգելի համայնքային ներկայացուցիչներ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հարգելի ղեկավարություն եւ ներկայացուցիչներ, սիրելի ներկաներ։ Ես ինչպես ստանդարտ դեպքերում իմ հետ ունեմ ելույթ, բայց ես որոշեցի այն չկարդալ, որովհետեւ այսօր ես ինչ տեսա, ինչ շատ տպավորեց եւ ես ուզում եմ իմ անկեղծ տպավորություններով կիսվել ձեր հետ։ Մենք շատ ենք խոսում մեր երկրի զարգացման մասին վերջի տարիներին եւ հենց զարգացման եւ ոչ թե պարզապես ինչ որ բաներ, տենց փոքրիկ իրար կպցնելու եւ ինչ որ յոլա գնալու։ Եվ ես ինչ որ այսօր այստեղ տեսա, հենց զարգացման մասին էր եւ պարոն Պապոյանը արդարացիորեն նշեց, մենք մեր գործընկերներից կլինեն դրանք միջազգային կազմակերպություններ, Սփյուռքի կազմակերպություններ, տեղական կազմակերպություններ, հենց ակնկալում ենք այսպիսի բովանդակային զարգացում եւ ոչ թե պարզապես նյութական աջակցություն Հայաստանի Հանրապետությանը։ Ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ շեշտել, որ այս ծրագիրը եւ նմանատիպ ծրագրերը նաեւ հավասար հնարավորությունների մասին են, որովհետեւ այո, ձեր նշած 55,000 երեխաները վստահաբար տարբեր սոցիալական կարգավիճակներ ունեն, բայց մեր խնդիրն է որպես պետություն եւ նաեւ մեր գործընկերների խնդիրը, ովքեր տեղավորվում են այդ քաղաքականության մեջ, հենց հավասար հնարավորություն ընձեռելն է բոլորին, սկսած ծնված օրվանից վերջացրած իրենց կյանքի մայրամուտում։ Ձեր մատնանշած մյուս ծրագրերը, տարեցների հետ կապված, ցերեկային կենտրոնների հետ կապված, առողջության պահպանման հետ կապված, խոսում են հենց հավասար հնարավորությունների մասին։ Պակաս կարևոր չեմ համարում համայնքային զարգացումը, որտեղ այս կենտրոնը նաև գտնվում է մեր համայնքներից մեկում, Ծաղկաձորում, եւ ես շատ ուրախ եմ, որ Ծաղկաձորը նաև որը խոշորացված համայնք է եւ իհարկե այս հատվածը կոչվում է Հանքավան եւ անունն էլ Քեմփ Հանքավան է, բայց Ծաղկաձոր համայնքը զարգանում է նաև դեպի այս ուղղությամբ, սա նաև համաչափ զարգացման մասին է, որ մենք չենք կենտրոնացնում ամեն ինչ միտեղ, հետո էլ փախնում այդ կենտրոնացված տեղերից այսպիսի գողտրիկ վայրեր։ Մի կարևոր հանգամանքն էլ աշխատատեղերն են, հարգելի գործընկերներ, որտեղ նման ծրագրերը նաև աշխատատեղեր են ստեղծում մեր քաղաքացիների համար, ովքեր ունենում են կայուն եկամուտ եւ ըստ էության մենք կանխարգելում ենք դրանով, որպեսզի նրանք վաղը կամ նրանց ընտանիքները կամ նրանց երեխաները կամ նրանց տարեցները հայտնվեն կյանքի դժվարին պայմաններում, որ մենք էլ ստիպված լինենք նրանց օգնել։ Եվ շատ չձանձրացնելով, քանի որ երկար ենք սպասել եւ ամփոփելով խոսքս եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, նաեւ հաջողություն հաղթնել նախանշված ծրագրերին, մենք ականատես եղանք Վարդենիսում կառուցվող դպրոցի եւ համալիրին, ես իդեպ քիչ առաջ շատ պատահական զուգադիպություն է գալիս եմ Վարդենիսից, երբ որ լսեցի, որ Վարդենիսում նման բան է տեղի ունենալու, ավելի ուրախացա, ասացի ուրեմն մի բան կա։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորիս։